Զրուցում եմ ավականու անդամ Սամվել Հակոբյանի հետ։ Պարոն Հակոբյան, ինչ եք կարծում, մենք այս պահին իհարկե գտնվում ենք Մայրաթոր Սուրբ Էջմիածնում, վայելում ենք հոգևոր այս պատարագը, բայց վտանգ կա, որ Փաշինյանին կարծես հաջողվեց, որ մեր ժողովրդին բաժանի երկու հատվածների մի մասին տանի ֆեյք պատարագի, իհարկե պարտադրված, իսկ հավատավոր ժողովուրդն այստեղ է Էջմիածնում։ Իրեն հաջողվում է կիսել մեր ժողովրդին սև ու սպիտակի, նորից շարունակում է այդ կիսումը հիմա էլ հոգևոր դաշտում, հոգևոր հարթության մեջ, խնդրեմ։ Ցավոք սրտի ինձ թվում է, որ այո, իրեն ստացվում է ոչ թե հոգևոր դաշտում, այլ հենց մեր հանրության ազգի մեջ բաժանել, պարակտել, որպեսզի տիրել իր ուզած ձևով, որովհետև ցավոք սրտի մենք ունենք վիճակ, որ թե այս թե այն կողմի իրար շատ սխալ բառամթերքով են դիմում ու իմ պատկերացման հոգևորական աշխարհի շրջանակներում առհասարակ նման խոսուչ չպետք է լինի։ Այսօր Մայրաթորում քրիստոնյաների համար պատարագ է մատուցվում, մենք եկել ենք այստեղ խոհանավանքում, կարծում եմ մի մասը պարտադրված են, իսկ լրահոսից տեսնում ենք թե ովքեր են մասնակցել, այնպիսի մարդիկ կան, ում ներկայությունը եւս ցույց է տալի, որ դա ավելի շատ նիկոլական միջոցառում է, քան թե պատարագ, որովհետև ներեցեք, եթե այդ մարդուն օծել է այս կառույցը եւ հիմա նույն կառույցը իրեն կարգալույծ է անում, ինչպես ինքը իրավունք ունի ասել, որ ինքը կարող է շարունակել գործել, իրանք երևի փորձում են սադրել, որ մարդիկ գնան ու հավանակ ինչ-որ կոնֆլիկտներ լինի, կարծիքով դա սխալ է, պետք է ուղղակի իրենց անտեսել, քրիստոնյա ժողովուրդը գիտի որտեղ է իր գլխավոր եկեղեցին եւ ովքեր են իր հոգեվորականները, այս բոլոր մանիպուլյացիաները նա անում է, որպեսզի հանրությունը էլ ավելի բևեռացված դառնա եւ մարդիկ էլ ավելի սուր լինեն իրար հանդեպ, բայց միայն հավատքը եւ հաշտությունը կարող է բերել մեզ ճիշտ ճանապարհի եւ ինձ թվում է ուղղակի մենք պետք է մեր ներկայությամբ Մայրաթորում ցույց տանք մեր աջակցություն հայ Սուրբ Առաքելական եկեղեցուն եւ Նիկոլ Փաշինյանի կողքը լինելով մարդ որովե կերպ չի հաստատում իր քրիստոնյա լինելը, այլ հարցականի տակ է դնում իր հայ լինելը։ Որպես իրավաբան նաև կուզեմ ասեք հետևյալը, ինչպես պայքարել եք խայտառակ գաղտնալսումների դեմ, մտել են ընտանիքներ, մարդկանց անձնական կյանքն են քչփորում, դա լինի աշխարհիկ, թե հոգևոր, ամեն օր մի նոր խայտառակ տեսանյութ են փորձում, սարքած, թե ինչ տարբերակներով տարածել իրենց քարոզչա մեքենաներով, սրա դեմ ինչպես մենք կարող ենք առնել, սա ուղղակի մեր երկիրը չգիտեմ բռնապետությունն է դառնում եւ ավելին քան վատ, նույնիսկ շատեր արդարացիորեն համեմատում են 37 թվականի հետ, իսկ ասենք իսկ երևի ավելի շատ վատ իրավիճակում ենք մեզ, քանի որ այս իշխանությունը իրականացնում է արտաքին թշնամու պատվերը, մենք իշխանություն ունենք, որը մեր հայերիս օրակարգը չի իրականացնում, եւ ուրեմն որպես իրավաբան ինչ է կարծում, ոնց պետք է պայքարենք այդ խայտառակ երևույթի դեմ։ Որպես իրավաբան ցավոք սրտի լուծում չեմ գտնում, որպես քաղաքագետ լուծումը տեսնում քաղաքական փոփոխություն, որովհետեւ եթե բոլոր պետական եւ ուժային ստրուկտուրաները իրենց ձեռքերում են, իրենք կանեն այնպես ինչպես ուզում են։ Եկեղեցու հարցում էլ կրկին եկեղեցին ունի սահմանադրությամբ ունի իր բացառիկ դերը եւ տեղը եւ պետությունը իրավունք ունի որովե կերպ նրա գործունեության մեջ միջամտել։ Եվ վերջո մեր եկեղեցին Հայաստանի Հանրապետության եկեղեցին չէ, մեր եկեղեցին համայն հայության եկեղեցին է եւ օրինակ երբ տեսնում ես իշխանական ներկայացուցիչների խոսքերը, որ ասում են Ստեփան Ասատյանն, որ իրենք արկալույց անելուց հետո իրավունքներ են խախտվել աշխատանքային, այդտեղ ծիծաղ եւ ամոթ է առաջանում, որ մարդը մտածում է սա եւս նորմալ աշխատանք է եւ ինչ որ աշխատանքային պայմաններ կա, որ սա հոգեվոր կառույց է եւ սա եւս ընտանիք է եւ որդին, որը դավաճանել է իր ընտանիքը եւ իր հորը, շատ սիրուն սազում է Նիկոլ Փաշինյանին թիմակից եւ համախոհ լինելուն, սակայն մենք հակառակ թևում ենք եւ մենք հույս ունենք, որ առանց որևէ բախումների ուղղակի մեր ազգը կմիավորվի եւ կապաշխարի կհասկանա, որ սա կործաման ճանապարհ է եւ երբ կոռուպցիայով, հանցագործություններով, այլ երկրներին ծառայելով մի խմբակ գալիս է փորձում իր կեղտոտ արոնոտ ձեռքերը մտցնել մեր ամենասուրբ ազգային օջախը, դա կարծում եմ մեկ բան է ցույց տալիս, որ իրենք ծառայում են այլ պետությունների նպատակների համար եւ իրենց վերջնարդյունքը պետք է լինի հայկական պետականության եւ նաեւ ազգային ինքնության ոչնչացումը եւ
Կամ մենք կզարթնենք այս կամ այն կերպով լինի դա բողոցային պայքար, թե պարզապես ընտրություններով ինչպիսին հիմա սպասում են վաղար շաբաթում, ուղղակի քաղաքական ապտակ հասցվի գործող խմբակին, կամ էլ կգնանք կործանման։ Ես լիահույս եմ, որ միասնական ազգային պայքարը կփրկի բոլորիս։